Անհավատ ես, թե հավատացյալ, նույն հետաքրքրություն ունես Աստծո մոտ, ինչ որ հավատացյալը։ Հիսուս Քրիստոս եկավ հենց նաև միգուցե նաև առաջնային իմաստով անհավատների համար, որովհետև Աստվածաշնչում ասվում է, որ ես չեկա առողջների համար, այլ եկա հիվանդների համար։ Եվ եթե դու քեզ զգում ես որպես անհավատի կարգավիճակում ու դժվարանում ես հավատալ, որ Աստված իրական է, կամ գիտես, որ Աստված իրական է, բայց փորձում ես ետ պահել քեզ, վախենում ես հավատալ, մտածում ես չես կարողանա վերցնել այդ պատասխանատվությունը, ասեմ քեզ Հիսուս Քրիստոսի լուծը եւ բեռը քաղցր է եւ թեթև, համարձակ մտիր այդ դաշտի մեջ, համարձակ վերցրու այդ պատասխանատվությունը եւ դու կկարողանաս կրել։ Մի վախեցիր հավատալ ամենակարող Աստծուն։ Դրա մեջ միայն օրհնություն կա։ Դրա մեջ կա փորձություն եւ դժվարություն, բայց դրա մեջ կա կատարյալ խաղաղություն եւ կատարյալ օրհնություն։ Աստված օրհնի քեզ։